Ողջույն, այսօր խոսելու ենք 5 բան, որ պետք է իմանալ մինչև բոթոքս անելը, որ բոթոքս անելուց հետո կամ ընթացքում process-ի հիասթափություն չունենաք կամ սպասելիք չլինի, որ չի արդարացրել պրոցեդուրան, զուտ այն պատճառով, որ չգիտեիք։ Հիմա առաջին կարևոր բանը, բոթոքսն ու ֆիլերը տարբեր բաներ են, այո, օգտագործում ենք երկուսն էլ դեմքի համար, երկուսն էլ օգտագործում ենք ինչ-որ կնճիռներ կամ էսթետիկ շտկումներ անելու համար, բայց իրանք տարբեր բաներ են։ Ֆիլերները, հիմնականում հիալուրոնաթթվային ֆիլերների մասին ենք խոսում, օգտագործում ենք ծավալի վերականգնման համար։ Դա կլինի շուրթ, քիչ շրթունքային ծալք, այտոսկրեր ենք ընդգծում, ստորին ծնոտն ենք ընդգծում, այնտեղ որտեղ պետքա ծավալ վերականգնել։ Ֆիլեր բառը հենց անգլերենում նշանակում է լցնել, ծավալ հաղորդել։ Իսկ բոթոքսը, բոտուլինոթերապիան, բոտուլինոտոքսինը օգտագործում ենք շարժում նվազեցնելու համար։ Հենց բոտուլինոտոքսինը ինքը մկանի ժամանակավոր պաշարում, արգելակում է առաջացնում, այսինքն չենք կարողանում այդ մկանը օգտագործելու, այդ էֆեկտը օգտագործում ենք միմիկայի, շարժումով առաջացող կնճիռների նվազեցման համար։ Օրինակ միջհոնք, ճակատ, աչքերի շուրջ, պլատիզմայի մկաները հանգստացնում ենք ու արդյունքում ունենում ենք ավելի թարմ տեսք ու այդ process-ում առաջացող կնճիռների նվազեցնում։ Ֆիքսեցինք ֆիլերը ուրիշ բան է, ծավալ ենք հաղորդում, իսկ բոթոքսը շարժում ենք նվազացնում, չենք խառնում։ Այսինքն եթե տեսնում եք հարուստ ծավալով փքված շուրթեր, ֆիքսում ենք, դա բոթոքս չի, դա ֆիլեր է։ Մյուս կարևոր բանը, բոթոքսը ինչ որ համընդհանուր կախարդական էլիքսիր չի, ինքը ընդհանրապես շտկում է միմիկայի շարժում, այսինքն շարժումից առաջացող կնճիռները, այսինքն համընդհանուր երիտասարդացնող էֆեկտ, համընդհանուր երիտասարդացնող էֆեկտ, որպես այդպիսին ինքը չունի, այսինքն մի պրեպարատով, մի պրոցեդուրայով ստանալ համընդհանուր երիտասարդացում, մաշկի լավացում, կոնտուրների շտկում իրականում հնարավոր չի, որովհետև ծերացումը ինքը մի քանի փոփոխությունների արդյունքում է լինում, այսինքն եթե դու ուզում ես ունենալ ընդհանուր երիտասարդ տեսք, ոչ թե բոտոքս արած դեմք, որը խաբում է թե երիտասարդ է, քեզ պետք է համընդհանուր, այսինքն բոտուլինոթերապիան համադրել նաև տնային խնամքի հետ համապատասխան քո մաշկի որակը, առողջությունը ապահովող պրոցեդուրաների հետ, նաև տարիքի հետ որոշ ծավալային փոփոխություններ են լինում, միգուցեև ֆիլերի հետ, այսինքն դեմքին պետք է նայել համընդհանուր ու անել պրոցեդուրաներ, որոնք միմյանց լրացնելով տալիս են քեզ այդ երիտասարդ տեսքը, ոչ թե ծերացող դեմք, որը բոտուլինոթերապիայի արել։ Դրա համար ուշադրություն դարձրեք այդ փաստին, որ ձեր դեմքին նայեք համընդհանուր, որպես մի համընդհանուր փոխկապակցված կտավ, okay? Ոչ թե ուղղակի այս գիծս կնճիռս բոթոքս անեմ, գիծը կնճիռը կազդի, իսկ դեմքդ ընդհանուր մի պատկերով ոնց է, լավ է, թե չէ։ Հիմա երրորդ կարևոր բանը, շատ աղջիկներ, կանայք, մանավանդ 35-40-ից հետո գալիս են ու արդեն ունեն հստակ, ընդգծված, ֆիքսված, մնայուն ստատիկ կնճիռներ։ Այսինքն մենք իրար հետ սովորեցինք, որ բոտուլինոթերապիան ազդում է միմիկայի կնճիռների վրա, այսինքն կնճիռներ, որոնք կան, երբ որ դու շարժվում ես, շարժում ես այդ մկանը, բայց երբ որ չես շարժում այդ մկանը ու այդ գծերը կան, դրանք արդեն ստատիկ կնճիռներ են, ու բոտուլինոթերապիան ստատիկ կնճիռի վերացում որպես այդպիսին չի ապահովում, այդ դեպքում բոտուլինոթերապիան պետք է համադրել այլ պրոցեդուրաների հետ, որոնք օգնեն, որ այդ ակոսը, այդ փոսը, որը սովորական հանգիստ ժամանակ կա, դա վերանա։ Հիմա աղջիկներ, որպեսզի դա չլինի, պետք է բոտուլինոթերապիան անել ճիշտ ժամանակին։
ոչ շուտ, ոչ ուշ, ճիշտ ժամանակին, որպեսզի այդ կնճիռը չվերածվի ստատիկ կնճռի, որտեղ ստատիկ կնճիռների հետ աշխատելը շատ ավելի դժվար, ժամանակատար, ծախսատար է։ Դրա համար բոտիլինոթերապիան անում ենք ժամանակին միմիկայի կնճիռների համար, քանի դեռ չեն վերածվել դրանք ստատիկ կնճիռների, որոնց հետ աշխատելն ու արդյունքը շատ ավելի թույլ է լինում, քան եթե դուք ժամանակին անեիք, կհարթվեր ու ոնց որ երբևէ չէր եղել, այտենց շատ գեղեցիկ, պարզ ու բնական արդյունք է ստացվում, եթե ժամանակին եք անում։ Որ հիշում ենք, անում ենք ժամանակին։ Մյուս կարևոր բանը, շատերը բոտիլինոթերապիայից հետո մտածում են, որ վերջ իմ նորմալ ակտիվ կյանքը վերջացավ, եթե բոտոքս եմ անում, չեմ կարող, չգիտեմ, ալկոհոլ օգտագործել, իմ սիրելի լողավազանը գնալ ջիմ կամ սպորտով չեմ կարող զբաղվել, ծով չեմ կարող գնալ։ Իրականում այս իմ ասածների մեծ մասը շատ հանգիստ կարող եք անել, այնտեղ սահմանափակումներ ունեք մեկ օրից մինչև մի շաբաթ նայած ինչի մասին է խոսքը, օրինակ ալկոհոլ հիմնականում ասում ենք մեկ օր չենք օգտագործում, ջիմ մեկ օր չենք գնում, իսկ սաունա ու մերսում դեմքի մինչև մի շաբաթ չենք գնում։ Կա նաև տենդենս բժշկության մեջ, որ հիմա այս սահմանափակումները փորձում են հանել լրիվ, բայց քանի դեռ դա ասենց լրիվ գիտականորեն ապացուցված չի, մեր պացիենտներին ու ասում ենք այս մինիմալ սահմանափակումներով։ Հենց որ իրականում, եթե մեծ մասը պացիենտներին ասում են մենք չէինք էլ խմում, մի մասն ասում են մենք ջիմ չէինք էլ գնում, ու այդ դեպքում քո համար ուրեմն սահմանափակում չկա, օրինակ ես սաունա չեմ գնում, դեմքի մերսում օքեյ մի շաբաթ կդիմանամ։ Հենց որ սահմանափակումները շատ չեն, մեծ մասը աղջիկների անում են, ուղղակի սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հիմա 5-րդ կետը կարող է լսել, կարող է չէ, բայց բոթոքսը մի անգամից չի ազդել, այսինքն եթե անում ես այսօր ու այն հույսով որ վաղը արդեն ազդած կլինի, վաղը ինքը ազդած չի լինելու կամ շատ քիչ մարդկանց մոտ մի քանի տոկոսով ինչ որ սկզբնական նշաններ կտեսնեք, հիմնականում բոտիլինոթերապիան ազդում է 2-3 օր հետոից սկսած full էֆեկտը, ամբողջական էֆեկտը 10-14 օր, այսինքն 10 օրից մինչև 2 շաբաթ աճող ինքը քիչ-քիչ աստիճանական ազդում է։ Այնպես որ եթե ինչ-որ կարևոր միջոցառման համար ես տենց նախապատրաստվում, թարմանում, գոնե 2 շաբաթ առաջ հաշվի 10 օր, բայց տենց մի օրում, մի գիշերում, հաջորդ օրը տենց պայծառ ու թարմացած չես լինելու, հաշվարկում ենք 2 շաբաթ։ Փորձեցի ամփոփել են բոլոր հարցերը, որոնք տալիս են պացիենտները առաջին անգամ բոտիլինոթերապիա անելուց այցի ժամանակ, մեկ էլ 5-ից ավել է լինում, բայց ցավի հետ կապված։ Պրոցեսը ցավոտ չի, ես միշտ ասում եմ կզգաք սենց փոքր մոծակի գծելու նման, տենց զգացողություն է լինում, բայց ամեն դեպքում արդյունքը երբ լինում է, չկա մարդ, որ ասի էլ չեմ կրկնի, որովհետև ցավոտ է։ Հաստատ գալիս են 4-ից 6 ամիս հետո կրկնելու, որովհետև արդյունքը դուր է գալիս, քեզ ավելի թարմ, վստահ ես զգում, մանավանդ մարդիկ, որոնք միջհոնքի կնճիռներ ունեն, ասում են ավելի բարի եմ, ամեն դեպքում ավելի բարի տեսք ունեմ, մարդիկ էլ չեն ասում ինչի ես ջղայնացած, արդյունքը իրականում արժետ 1-2 րոպե մի փոքր այդ տհաճությունը։ Հուսամ վիդեոն օգտակար էր, ձեզ երջանիկ, առողջ ու գեղեցիկ կյանք եմ մաղթում, եթե հարցեր ունեք անպայման գրեք, փորձեմ պատասխանել, ես այդքան կանոնավոր չեմ YouTube-ում, բայց շատ սիրում եմ, մեզ բոլորիս օրհնված կյանք, ձեզ լավ օր։